Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանն։ Այսօր մեր զրուցակիցն է քաղաքագետ Էդգար Առաքելյանը, բարև ձեզ, պարոն Առաքելյան։ Պարոն Առաքելյան, այնինչ դեռ շարունակվում է Սիրիայում, նկատի ունեմ ալևիների նկատմամբ իրականացվող գործողությունները գործող իշխանության կողմից, մեր համակարգացիներից, քաղաքական գործիչների, հասարակական գործիչների կողմից բնորոշվում է իրավացիորեն որպես ցեղասպանություն ըստ էության։ Բայց հիմա հարցը այդ մասին չէ, որովհետեւ դա քննարկման նյութ չի կարող լինել։ Խնդիրը հետեւյալն է, տեսեք, ես սուբյեկտիվորեն շատ նմանացրեցի այն ինչ որ տեղի ունենում այնտեղ 23 թվականին Արցախում տեղի ունեցողի հետ։ Նույն փորձերը ռուսական ռազմաբազայում պատսպարվելու անհաջող փորձեր ընդ որում միջազգային հանրության լռությունը ըստ էության տոտալ եւ դրանից զատ տեսեք Ջուլյանին Սիրիայի ըստ էության կառավարիչը գործող նախագահ չի որպես այդպեսին առաջիկայում առաջիկա 1-2 օրվա ընթացքում կմեկնի Բրյուսել, որտեղ կհանդիպի Եվրամիության գերագույն հանձնակատարի հետ, Կոշտայի հետ, այս ամեն ինչի մասին է, այսինքն կարելի է ցեղասպանություն անել, մարսել, գնալ Բրյուսել, չգիտեմ, Մոսկվա, Վաշինգտոն, հա։ Ուրեմն այս ամենի թերևս մեծ կարևոր, հա, ընդհանրությունը կամ նմանությունը ճիշտ նշեցիք ռուսական ներկայություններ այնտեղ եւ ռուսական անվտանգային երաշխիքներն էր Սիրիայում, որը մենք այո տեսանք նաեւ եւ Արցախի հետ կապված եւ Հայաստանի հետ կապված, մենք նաեւ գրեթե նույն իրավիճակը տեսանք Սիրիայում, երբ որ Ռուսաստանը փաստացի չկատարեց անվտանգության երաշխավորի իր պարտավորությունները եւ օրերի ընթացքում մենք տեսանք Ասադի ռեժիմի փլուզումը եւ Ասադի ընտանիքի տարհանումը Ռուսաստան եւ դրանից հետո կարծեք թե մենք նորություն չունենք նույնիսկ Ասադից եւ հիմնական նմանությունը, հիմնական ուրեմն ընդհանրությունը այո Արցախի հետ դա է եւ մենք տեսնում ենք որ Ռուսաստանը փաստացի այնտեղ որտեղ վերցնում է անվտանգության երաշխավորի պարտավորություններ անկախ նրանից թե ինչպիսի ներկայություն ունի այդ տարածաշրջանում մենք գիտենք որ Սիրիայում Ռուսաստանը բավականին լուրջ ռազմական ներկայություն ունի եւ ցանկության դեպքում կամ մեծ ցանկության դեպքում ինքը կկարողանար որոշակի գործողություններ անել եւ այդ ընթացքում մենք տեսել ենք նույնիսկ ուրեմն իրանական գեներալի հայտնի հայտարարությունը որ ռուսական օդուժը ռմբակոծել է ոչ այն վայրերը, որտեղ անհրաժեշտ էր եւ փաստացի լուր համաձայնության մեջ է եղել նախ եւ առաջ Թուրքիայի, հետո այն ուժերի, որոնք եկել են այսօր իշխանության եւ այո, այստեղ ճիշտ եք նշում, որ նմանություններ կան։ Իհարկե Սիրիայում վերջին օրերին ինչ տեղ ունեցավ, այո, դա ցեղասպանություն է եւ բնականաբար այստեղ նորմալ մարդիկ, նորմալ թե հանրային քաղաքական մտածողություն ունեցող չեն կարող ժխտել դա, քանի որ տեսարանները այնքան ակնհայտ են, որ այլ բան ասել հնարավոր չի, բայց միևնույն ժամանակ ես կարծում եմ, որ նույն ալևիները մի տեսակ դարձան նաև միջազգային կոնսենսուսի զոհ Սիրիայում որոշակի կայունություն հաստատելու կամ Սիրիայում իրավիճակը շատ ավելի չլարելու համար եւ այդ կոնսենսուսը ցավալիորեն կար միջազգային հանրության մոտ թե եթե մենք դիտարկում ենք Թուրքիայի կամ պրոթուրքական ուժերի եւ թե ինչպես նշեցիք Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների իհարկե Միացյալ Նահանգները հայտարարություն արեց որ պաշտպանում է այնտեղ գտնվող էթնիկ փոքրամասնությունների այդ թվում նաեւ ալևիների իրավունքները եւ դատապարտել են նման գործողությունները բայց դրանից անդին կարծեք թե լուրջ գործողություններ չեն եղել ոչ միայն արևմուտքի այլ նաեւ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի եւ մնացած խաղացողների կողմից ինչ պիտի անի անում է այո, այսինքն մենք տեսնում ենք հայտարարությունների մակարդակում դատապարտումներ եւ այլն նույնիսկ Թուրքիայից որոշակի ուժեր նման այսպես խոսույթ ունեն, բայց իրականության մեջ կարծեք թե բոլորը կամ գրեթե բոլորը Սիրիայում ու հատկապես արևմտյան թևը Սիրիայում
ցանկանում են տեսնել որոշակի կայունություն, Թուրքիան նույնպես ցանկանում է տեսնել կայունություն այն իշխանության ներքո, որը այսօր ուրեմն իշխանության է գտնվում Սիրիայում, եւ դա բնականաբար բնական է, որ Թուրքիան նման ցանկություններ ունի, քանի որ այդ ուժերը հովանավորվել են եւ հովանավորվում են նաեւ Թուրքիայի կողմից։ Այստեղ մի հարց է անընդհատ առաջանում, տեսեք, եթե մի քիչ կրոնական այս ամեն ինչին ներբերանք տանք, սունիները կոտորում են շիաներին։ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որը ըստ էության կրոնապետություն է, շիականներ են եւ Իրանից ըստ էության ձայն չկա, ինչու՞։ Ես կարծում եմ, որ Իրանը հիմա գտնվում է բավականին այսպես բարդ իրավիճակում, նույնիսկ ես կա հետազոտություն, նույնիսկ Ասադի կառավարման ժամանակ, որի այսպես ակտիվ պաշտպան էր նաև Իրանը, Ասադի կառավարման ժամանակահատվածում կա վերլուծություն, թե Իրանը օրինակ որքան իրանցի զինվորական է զոհվել ուրեմն այս տարիների ընթացքում Սիրիայում եւ դրա թիվը բավականին ցածր է, այսինքն Իրանը դա 2-3 հազարի կարգի այսպես զինվորականներ են, այսինքն սա ցույց է տալիս, որ որքան էլ Իրանը ռազմական, ռազմատեխնիկական, քաղաքական աջակցություն է ցուցաբերել Սիրիային, նա գրեթե ուղիղ չի ներգրավել այդ գործընթացում եւ այստեղ էլ հատկապես Ասադի վարչակարգի տապալումից հետո երբ որ Իրանի համար ստեղծվել են նոր սպառնալիքներ, թե ուրեմն Իսրայելից եկող, թե Միացյալ Նահանգներից եկող, քանի որ գիտենք Սիրիան կարծեք թե բուֆերային մի տարածք էր, որով եւ Իրանն էր իր պրոքսի ուժերով հակրվում Իսրայելի դեմ եւ միևնույն ժամանակ տարածք էր, որը փակում էր դեպի ուրեմն Իրան ցամաքային այդ ճանապարհը եւ նաեւ ինչու ոչ նաեւ օդային։ Այսօր Իրանը կորցրել է այդ ամենը եւ այսօր Իրանը ունի լուրջ լծակներ ազդելու այդ գործընթացների վրա, բացի քաղաքական հայտարարություններից, եւ ես կարծում եմ, որ այո, Իրանում նաեւ փորձելու են չսրել հարաբերությունները ներկա իշխանության հետ, հա, կամ ներկա կառավարիչների հետ Սիրիայում, քանի որ լավ հասկանում են, որ այդ իշխանությունները ունեն շատ լուրջ աջակցություն ոչ միայն Թուրքիայից, այլ նաեւ Արևմուտքից, տվյալ դեպքում Միացյալ Նահանգներից եւ նաեւ Եվրոպայից։ Մենք տեսել ենք եվրոպական հայտարարությունները, որոնք պաշտպանել են այս իշխանությանը, քանի որ գիտենք, որ նրանք պայքարում են նաեւ Ասադի վարչակազմի դեմ եւ հետեւաբար այս ամենը հաշվի առնելով եւ հաշվի առնելով Իսրայելի եւ ԱՄՆ-ի հնարավոր գործողությունները Իրանի դեմ, ինչպես նաեւ ներկայիս սիրիական կառավարության հետ լեզու գտնելու կամ հարաբերություններ հաստատելու Իրանի ձգտումները, քանի որ ռացիոնալ հաշվար կա, այս պայդրությամբ Իրանը ոչինչ չի կարող փոխել Սիրիայում, հետեւաբար անհրաժեշտ է որոշակի հարաբերությունների մակարդակ պահպանել, հետագա հնարավոր իսրայելա ուրեմն ամերիկյան ուրեմն հնարավոր գործողություններին դիմակայելու կամ փորձելու սիրիական կառավարության միջոցով որևէ ինչ որ դիվիդենտներ շահել կամ փորձել սիրիական կառավարությանը համոզել, որպեսզի իրենց տարածքը չօգտագործի Իրանի դեմ հնարավոր հարձակումների պարագայում եւ հետեւաբար այս պարագայում ես կարծում եմ, որ հենց Իրանի ռացիոնալ գնահատականն է, որպեսզի չներգրավեն ակտիվ շիաների, հա, պաշտպանության գործում, որքան էլ ցավալի է, սա ռեալ քաղաքականություն է, սա ռեալ աշխարհակաղակականություն է եւ մենք գործ ունենք գերտերությունների հետ, մենք գործ ունենք բավականին լուրջ շահերի հետ եւ ցավալիորեն այդ շահերի ուրեմն բախման արդյունքում նման իրավիճակների մենք հանդիպում ենք եւ նախկինում նույնպես հանդիպել ենք եւ նման մի իրավիճակ էր նաեւ այն ինչ որ տեղի ունեցավ Արցախում։ Տեսեք, դուք ընդգծեցիք, որ ալևիների նկատմամբ այն ինչ որ տեղի է ունենում, դա ըստ էության միջազգային կոնսենսուսի արդյունքու հետևանք է։ 2020-ին կար միջազգային կոնսենսուս կապված Արցախում պատերազմի հետ։ 25 թվականին մենք էլի խոսում ենք ինչ որ կոնսենսուսի մասին, էլի փոքրամասնության դեմ ուղղված։ Եվ այս համապատկերում օրինակ Արմեն Ռուստամյանը Հայեղափոխական դաշնակցության ներկայացուցիչը հայտարարում է, որ Հայաստանը պետք է պարտավոր է հարաբերությունները լավացնի Ռուսաստանի հետ եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ կնքի ռազմաքաղաքական պայմանագիր։ Մի քիչ տարօրինակ չի այս ֆոնին այս հայտարարությունը։
Հատկապես եթե հաշվի ենք առնում, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չունի այն ռեսուրսը, որ ասենք միջամտի օրինակ Սիրիայի դեպքում, Հայաստանի դեպքում ունի այդ ռեսուրսը։ Դա ոչ միայն տարօրինակ է, դա նույնիսկ, չգիտեմ, պրիմիտիվ ասեմ, թե ինչպես ձևակերպեմ, դա սեփական ժողովրդի ճակատագրի նկատմամբ նույնիսկ եթե նման բան տեղի ունենա, օրինակ եթե դաշնակցությունը պատկերացնում եմ, եթե դաշնակցությունը լիներ իշխանության, ապա մենք կտեսնեինք հերթական արկածախնդիր քայլը դաշնակցության կողմից տվյալ դեպքում Իրանի հետ ռազմաքաղաքական դաշին կազմելու, այստեղ ոչ թե մենք փնովում ենք Իրանին, այլ նաև մենք մեր պետության շահերի տեսանկյունից դիտարկում ենք Իրանի հնարավորությունները եւ Ռուսաստանի հնարավորությունները։ Ռուսաստանի հնարավորությունների մասին մենք գիտենք եւ դրա արդյունքները մենք մեր մաշկի վրա զգացել ենք, սկսած առնվազն 2020 թվականից, չնայած ես կարծում եմ, որ դրա ամենաակտիվ թերևս փուլը 2016 թվականն էր, քարորիա պատերազմը, քարորիա ռազմական գործողությունները, որտեղ մենք առաջին անգամ տեսանք, որ Ռուսաստանը որպես անվտանգության երաշխավորի, ով պետքա կանխարգելի նման գործողությունները, այսինքն երբ որ մենք խոսում ենք անվտանգության երաշխավորի ու անվտանգության մասին, նախ եւ առաջ մենք նկատի ունենք կանխարգելի գործողությունները, այսինքն իրադարձությունները չպետքա գան հասնեն պատերազմին, որ փորձեն կանխել, այլ մինչ այդ պետքա կանխվի։ Ռուսաստանը պաշտոնապես հայտարարում է, որ ինքը Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորն էր, իսկ Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության, այնպես որ իրենք ոչինչ չեն խախտել։ Տեսեք, սկսած 2013 թվականից, երբ որ Հայաստանը դարձավ ԵԱՏՄ անդամ, ԵԱՏՄ անդամ դառնալու հիմնական նպատակներից եւ պատճառներից մեկը, որը նաեւ թե Հայաստանի ներսում էր գեներացվում եւ մեկնաբանվում, թե օրինակ ռուսական շրջանակները, որ դա նախ եւ առաջ անվտանգային խնդիր է, որ եթե մենք չդառնանք այդ տնտեսական միության, այդ Մաքսային միություն հետո ԵԱՏՄ, այդ միության անդամ, ապա մենք խնդիրներ ենք ունենալու Արցախում, քանի որ եթե Հայաստանը խնդիրներ ունենա, ապա դա պրոյեկտվելու է Արցախի վրա եւ հետեւաբար կար լուր այսպես, պայմանավորվածություններ, որ այնուամենայնիվ ուրեմն Ռուսաստանը այո երաշխավորն է Հայաստանի անվտանգության, բայց միևնույն ժամանակ Հայաստանն էլ երաշխավոր է Արցախի անվտանգության եւ բնականաբար որպես Մինսկի խմբի նաեւ համանախագահ ինքը նաեւ ուներ պարտավորություններ թույլ չտալու պատերազմ, քանի որ օրինակ եթե պետքա այդ հնարավորությունը ընձեռներ, ապա տարբերությունը որն էր, օրինակ Ռուսաստանը կլիներ Մինսկի խմբի համանախագահ, թե ասենք Բուրկինա Ֆասոն դիցուկ, քանի որ Ռուսաստանը որպես գերտերություն նաև երաշխավորում էր կամ պարտավորություն ուներ, որպես այդ տարածաշրջանում այդ կոնֆլիկտը լուծվեր ուրեմն բանակցությունների եւ դիվանագիտության միջոցով եւ հետեւաբար մնացած խոսակցությունները ես կարծում եմ մանիպուլյացիաներ են եւ այստեղ վերադառնալով նաեւ ձեր հիմնական հարցին ռուսական երաշխավորության մեխանիզմները մենք տեսանք եւ մենք տեսանք դա ոչ միայն Արցախի հետ կապված, Հայաստանի հետ կապված, տեսեք պաշտոնապես Հայաստանի տարածքից օկուպացվել է մի քանի 100 քառակուսի կիլոմետր, այս Ռուսաստանի նախագահը վերջերս հայտարարեց, որ Հայաստանի վրա հարձակում տեղի չի ունեցել։ Ավելին ասեմ, նույն 44-օրյա պատերազմում Հայաստանի վրա հարձակում տեղի ունեցել է։ Մենք գիտենք, որ Վարդենիսում Բերդում խոցվել են տարբեր միջոցներ եւ դրա մասին ռուսական կողմը կապանում, դրա մասին ռուսական կողմը լռել է եւ ցույց է տվել, որ ոչինչ տեղի չի ունենում։ Մենք տեսել ենք ռուսական երաշխիքները Սիրիայում, այսօր էլ տեսնում ենք եւ այդ ցեղասպանության արդյունքը նաեւ ռուսական երաշխիքներն են եւ փաստացի դուրս է գալիս, որ եթե Ռուսաստանը որևէ երկրի հետ ռազմաքաղաքական դաշինք է կնքում եւ անվտանգության երաշխիքներ է տալիս, դա օրինակի տարբերություն Միացյալ Նահանգների կամ Արևմուտքի, դա ինչ որ ժամանակ Ռուսաստանը որպես մանրադրամ է օգտագործելու իր տարածաշրջանային շահերը սպասարկելու եւ դա ինչ որ պահից զիջելու է։ Մենք դա տեսանք կրկնեմ Արցախում, Հայաստանում, Սիրիայում եւ համոզված եմ այլ վայրերում մենք կտեսնենք, եթե Ռուսաստանը նման ներգրավվածություն ունի։ Տեսեք, լավ, Ռուսաստանը վատ երաշխավոր է, վատ դաշնակից է, տնենք մի կողմ, բայց այն ինչ որ տեղի ունենում Սիրիայում, այն ինչ որ տեղի ունեցավ Արցախում, դա Ռուսաստանը չէր անում ուղիղ։
նկատի ունեմ։ Դա իրականացվում էր Ադրբեջանի կողմից մի դեպքում, մյուս կողմից ըստ էության Թուրքիայի կամ պրոթուրքական ուժերի կողմից, այսինքն մենք ունենք իրավիճակ, երբ մենք խոսում ենք խաղաղության մասին ուժերի հետ, որոնց համար խաղաղություն եզրույթը ինքնին խորթ է, այսինքն անհասկանալի է։ Եւ այս իրավիճակում ըստ ձեզ արդյոք որքանով է նպատակահարմար չէ շարժվել լատինական civis pacem parabellum դրամաբանությամբ, որը նշանակում է թարգմանաբար, եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի, որտեղ մեզ անընդհատ են սպառնում պատերազմը։ Այս չանեք կլինի պատերազմ, այն չանեք կլինի պատերազմ։ Տեսեք, խնդիրը հետեւյալն է։ Արդյոք մենք խաղաղության կոչերով հանդերձ պատրաստվում ենք պատերազմի կամ հնարավոր պատերազմի, այսինքն մեր վրա հարձակվելու պարագայում արդյոք մենք գեներացնում ենք այնպիսի ուրեմն միջոցներ, որպեսզի կարողանանք պաշտպանվել։ Խնդիրը այստեղ է, այո, եթե այդ կոչերը խաղաղության միայն կոչեր են եւ դրա հետևում ոչ մի բան չկա, ապա դա ոչ միայն վատ է, այլ դատապարտելի է, որ ինչպես նշեցիք, հաշվի առնելով այն ուժերը, որոնց հետ մենք գործ ունենք, Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան, եւ հետեւաբար իհարկե մենք պետքա տեսնենք, թե արդյոք թե ռազմաքաղաքական, թե տնտեսական պոտենցիալի առումով նույն տվյալ դեպքում Հայաստանը ինչ որ բան անում է։ Ես կարծում եմ, ինչ որ բաներ արվում են, եւ կարծում եմ, որ այնուամենայնիվ բնականաբար, եթե նույնիսկ պատրաստվում ես պատերազմի, պետք է այդ մասին չբարձրաձայնես, ելի խոսես խաղաղության մասին, քանի որ դա անկախ ամեն ինչից ավելի ընկալելի է միջազգային հանրությանը եւ քո համենայն դեպս առնվազն զրուցելու մակարդակով քո այսպես փաստարկները շատ ավելի ամուր կլինեն հակառակորդի հետ եւ այդ առումով ես կարծում եմ, որ այնուամենայնիվ ինչ որ բաներ արվում են, այլ հարց է դա մեզ բավարարում է, թե չի բավարարում, այլ հարց է մենք դա տեսնում ենք, թե չենք տեսնում, բայց համենայն դեպս բաց աղբյուրներից ստացվող տեղեկություններով եւ երբեմն այն ինչ որ մենք տեսնում ենք, կարծեք թե որոշակի քայլեր արվում են եւ այո, մենք ճիշտ եք նշում, որ այս տարածաշրջանում հատկապես ու վերջին գլոբալ զարգացումների ֆոնին, երբ որ կարծեք թե միջազգային շատ ավտորիտար լիդերներ, այդ թվում Ալիևը ասում է, որ միջազգային հարաբերություններում եկել է ուժի իրավունքի ժամանակահատվածը, այստեղ բացառապես խոսել ուրեմն միայն խաղաղությունից իհարկե միամիտ է եւ ես չեմ կարծում, որ նրանք ովքեր խոսում են Հայաստանում խաղաղությունից նկատի ունեն միայն զուտ խաղաղությունը, այլ նաեւ որոշակի քայլեր ձեռնարկվում են եւ կարծում եմ սա բազմաշերտ խնդիր է, սա եւ իշխանության մակարդակով լուծվելիք խնդիր է եւ հանրության գիտակցության մեջ որոշակի նաև մոտեցումներ փոխելու խնդիր է, քանի որ այո, ինչքան էլ իշխանությունը այլ հնարավորություն չունի խոսելու, հա, պետքա խոսի բացառապես խաղաղությունից, առավել եւս 2020-ից հետո տեղ ունեցած զարգացումների ֆոնին, այնուամենայնիվ սա երբեմն նաև որոշ ուժերի կողմից օգտագործվում է հանրության մեջ ապաթիա եւ սեփական ուժերի նկատմամբ վստահությունը թուլացնելու ուրեմն նման քայլեր իրականացնելու բայց այդ նույն ուժերը խոսում են հայրենասիրությունից, հայրենատիրությունից, այդ դեպքում հասարակությանը չեն տանում ապաթիա, որովհետև դա իրենց նեղ քաղաքական նպատակների համար բավականին արդյունավետ է եւ ընդհանրապես 2020 թվականից հետո մենք բազմիցս տեսել ենք, թե ինչպես օրինակ սահմանին լարման ֆոնին նաեւ ակտիվացել են ներքաղաքական զարգացումները, մինչդեռ այլ նորմալ երկրներում մենք տեսնում ենք, թե ինչպես է օրինակ նման իրավիճակներում նույնիսկ ընդդիմությունը կոնսոլիդացվում իր չսիրած իշխանության կողքին։ Ուկրաինայի օրինակը։ Ուկրաինայի վերջին թարմ օրինակ, մենք էլ օրինակ Միացյալ Նահանգները սկսել է պահանջել Զելենսկիի հրաժարական նոր ընտրություններ, ընդդիմությունը մի մարդու նման ասաց, այս պայմաններում նոր ընտրություններ չեն անցկացվել։ Մենք էլ լավ օրինակ ունենք նույն 2016 թվականը, երբ որ տեղ ունեցան այդ իրադարձությունները եւ բոլորը մի մարդու նման, անկախ նրանից սիրում էին Սերժ Սարգսյանին եւ նրա իշխանությանը, բոլորը հայտարարեցին, որ
մի կողմ են դնում քաղաքական տարաձայնությունները եւ կանգնում են իշխանության ու պետության կողքին, սակայն ցավալիորեն մեզ մոտ այլ կերպ է, մեզ մոտ պարադոքսները այնքան մեծ է, տեսեք նույն նոյեմբերի 9-ի հետ կապված, փաստաթղթի հետ կապված քաղաքական այդ տվյալ ուժերը հայտարարում են, որ դա կապիտուլյացիոն փաստաթուղթ է, բայց միևնույն ժամանակ այդ ուժերը այսօր պնդում են, որ պետքա գնալ այդ փաստաթղթի շրջանակներում շարունակել բանակցությունները Ադրբեջանի ու նաև Ռուսաստանի։ Իսկ շարունակել կապիտուլյացիան։ Ես կարծում եմ, որ դուք նաև հնարավորություն կունենաք հուսով եմ այդ թևից մարդիկ ունենալ հյուր եւ այդ հարցը հղել, ուղղել, քանի որ ինձ էլ է հետաքրքիր որպես քաղաքագետ, ինչպես է ստացվում, որ փաստաթուղթը կապիտուլյացիոն էր, բայց հիմա դուք վերստում եք այդ կապիտուլյացիոն փաստաթուղթը եւ ասում եք, չէ, սրա շրջանակներում պետքա մենք բանակցենք, այսինքն այդ կապիտուլյացիան ամբողջությամբ չի եղել, ուզում եք դուք հասցնեք ավարտի, թե այդտեղ այլ խնդիրներ կա։ Դե իրենք պնդում են, ասում են մասնավորապես 9-րդ կետը պետք է մենք իրականացնենք, որովհետև եթե մենք դա չանենք կամովի, մեզ դա կպարտադրի։ Գիտեք, 9-րդ կետը այսօր հայտարարություն կա, որ բոլոր կոմունիկացիաները, բոլոր հնարավոր վայրերից Հայաստանը պատրաստ է բացել եւ պատրաստ չի Հայաստանը այդ ճանապարհը որպես միջանցք հանձնել Ռուսաստանին, Թուրքիային եւ Ադրբեջանին։ Եթե քաղաքական ուժերը ցանկանում են, որ այդ ճանապարհը հանձնվի Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի բացառիկ վերահսկողության ներքո, թող պարզ հայտարարեն դրա մասին։ Ես հիշում եմ, երբ որ օրինակ Հայաստանը վավերացնում էր Ռոմի ստատուտը, այդ նույն ուժերը Ռուսաստանի հետ դեմ էին դուրս գալիս այդ Ռոմի ստատուտին, ասում են, որ դա Ռուսաստանի դեմ ուղղված քայլ է, մինչդեռ մենք նաև Ռուսաստանից ենք տեսնում նման արձագանքներ, մինչդեռ վերջերս նույն Պեսկովը հայտարարեց, որ այդ Ռոմի ստատուտը իրենց համար խնդիր չի, դա հաղթահարելի խնդիր է եւ միջպետական երկկողմանի հարաբերություններում դա հաղթահարելի խնդիր է։ Այսինքն փաստացի դուրս է գալիս, որ այն ժամանակ էլի Ռուսաստանը փորձում էր պաշտպանել Ալիևին, իսկ մեր ընդդիմությունը այսպես Ռուսաստանի անվան տակ էլի փաստացի դուրս էր գալի, որ պաշտպանում էր Ալիևին, քանի որ հնարավոր հայցերի դեպքում Ալիևը լուրջ խնդիրներ է ունենալ միջազգային։ Նույն կարծեք թե սցենարը նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ է կապված եւ տեսեք այդ ուժերը նաեւ այլ վտանգավոր ուրեմն խաղի մեջ են մտնում, նրանք հայտարարում են, որ Հայաստանը փաստացի խոստացել է նման ճանապարհ եւ չի բացում, այսինքն ինչպես Ադրբեջանն ու Ռուսաստանն են մեղադրում Հայաստանին, որ Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները, չնայած մինչեւ 8-րդ կետը խախտված է, նույնը անում է հայաստանյան մեր ընդդիմությունը եւ սա փաստացի լեգիտիմացնում է Ադրբեջանի հնարավոր ռազմական գործողությունները Հայաստանի դեմ, եթե օրինակ մի օր Ալիևը որոշի, որ քանի որ Հայաստանը չի կատարում 9-րդ կետը, մենք որոշակի թեկուզ սահմանափակ ռազմական գործողություն ենք անելու 9-րդ կետը ի կատար ածելու համար եւ այստեղ փաստացի մեր ընդդիմությունը դառնում է այսպես Ալիևի գործընկերը այդ 9-րդ կետը կատարելու համատեքստ։ Լավ, ընդդիմությանը շատ չչարախոսենք, անցնենք մեր ներքաղաքական, չնայած երևի այնտեղ էլ ստիպված կլինենք դա անել, ինչ որ չափով, կամ դուք ավելի ճիշտ, ես չէ։ Տեսեք, 2025 թվականի թերևս նախանշված քաղաքական գործընթացներից ամենակարևորագույնը եւ ամենաէականը Գյումրիում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն են լինելու եւ տպավորություն է, որ բոլորը համարյա իշխանությունից սկսած արմատական ընդդիմության վերջացրած իրենց բոլոր ռեսուրսները կենտրոնացնում են Գյումրիի ընտրությունների վրա, փառաքարիչը։ Հենց Գյումրիի հաշվի առնելով Գյումրիի նշանակությունը Հայաստանի Հանրապետության թե տնտեսական, թե քաղաքական կյանքում։ Հիմա ընդ որում տպավորություն կա, որ իշխանությունը թե ինքը իրեն ունի ապացուցելու խնդիր, թե ընդդիմությունը, նույնը ունի ընդդիմությունը եւ այս ամենը բերում է բավական լարվածության երկրաչափական աճի։ Ըստ ձեզ օրինակ, տեսեք, ընդդիմությունը պնդում է, որ Գյումրիից սկսվելու է Հայաստանում իշխանափոխություն, որում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, նույն ընդդիմությունը պարբերաբար ասում է ընտրությունները մի քաղաքականացրեք, բայց ըստ էության ինքը գնում է քաղաքական ընտրությունների։ Նույնը անում է իշխանությունը, գնում է քաղաքական ընտրությունների, բայց իհարկե առանց այդ բան, թե ընտրությունները չի կարելի քաղաքականացնել։ Հիմա Գյումրիում ինչ է տեղի ունենալու ըստ ձեզ։ Տեսեք, երբ որ ընդդիմությունը ասում է քաղաքական ընտրությունների չքաղաքականացնել ընտրությունները, դա զարմանալի եւ նաեւ ինչ որտեղ
այսպես անգրագետ մոտեցում է զուտ քաղաքագիտական տեսանկյունից, քանի որ ցանկացած ընտրություն ու ցանկացած իշխանության ձգտում դա արդեն քաղաքական գործընթաց է եւ դու չես կարող ապաքաղաքական գործընթացով չգիտեմ մասնակցես ընտրությունների եւ քաղաքական իշխանություն վերցնես, առավել եւս երբ որ մեր մոտ համամասնական ընտրական համակարգ է ու դա ենթադրում է կուսակցությունների պարտադիր մասնակցություն եւ այլ տարբերակ չկա այդտեղ մասնակցելու։ Սա մեկ, երկրորդը ես կարծում եմ, որ այո, հաշվի առնելով, որ Գյումրին մեծությամբ երկրորդ քաղաքն է Հայաստանի Հանրապետության, սա լինելու է որոշակի նաեւ ստուգողական ուրեմն գործընթաց մեծ մարտից առաջ, հա, այսպես ձևակերպենք, քանի որ գիտենք մոտ 1 տարի հետո արդեն համապետական ընտրություններն են եւ ես կարծում եմ արդեն այս տարվա աշնանից մենք ավելի ակտիվ կներգրավենք, եթե այլ գործընթացներ տեղի չունենան, արտահերթ մենք կներգրավենք ուրեմն համապետական ընտրությունների նախընտրական բուն գործընթացներում եւ այս տեսանկյունից ես բնական է, որ այն ուժերը, ովքեր ցանկություն ունեն համապետականին մասնակցելու, պետք է հիմա արդեն կոնսոլիդացվեն Գյումրիի ընտրություններում, փորձեն հասկանան իրենք ինչպիսի հնարավորություն, ճիշտ է ինքը տեղական թիմ ընտրություններ է, բայց այնուամենայնիվ սա լավ հնարավորություն է, թե ուրեմն նախավարժանք անելու հիմնական ընտրություններից առաջ եւ սեփական ուժերը եւ հնարավորությունները հասկանալու։ Ես չեմ կիսում ընդդիմության այդ մոտեցումը, որ Գյումրիից սկսվելու է իշխանափոխության գործընթացը, եթե իրենք դա համեմատում են ուրեմն 10 թվի իշխանափոխության այդ հեղափոխության հետ, ապա ես կարծում եմ, որ այստեղ իրավիճակը լուրջ տարբերվում է եւ ավելին ասեմ, եթե մենք ընդդիմություն ենք դիտարկում այն ուժերին, հա, նախկին նախագահներին եւ դրանց համախոհներին, ապա այստեղ իրանք պետք է հասկանան, որ որքան էլ իրենց ցանկությունը մեծ է իշխանափոխություն անելու, այնուամենայնիվ եթե իրենք կան այս գործընթացներում, ուրեմն իշխանափոխության հույս տածել ես կարծում եմ հնարավոր չէ, քանի որ այս առիթը նաեւ լավ օգտագործում է իշխանությունը եւ դա բնական է, որ իշխանությունը օգտագործելով այս մարդկանց, այսպես ասեմ, հակառեյտինգները, փորձելու է իր համար դիվիդենդներ շահել եւ կրկին քաղաքական գործընթացները տանելու սևի կամ սպիտակի կամ չգիտեմ լավի եւ վատի, այսինքն միջանկյալ տարբերակ մենք էլի չենք տեսնելու եւ Գյումրիում էլ մենք դա չենք տեսնելու, փաստացի եւ այսինքն ըստ էության ոչ ոք ոչինչ չի առաջարկելու, բաց նրանից, որ ընտրեկին զորնա չլինի։ Այո, մոտարապես այդ սցենարին ենք մենք ուրեմն ականատես լինելու եւ սա երկուստեք կարծեք թե ձեռնտու սցենար է, բնականաբար ցանկացած իշխանություն կերազի նման ընդդիմություն ունենալու եւ ընդդիմությունն էլ այն ընդդիմությունը, որը մենք այսօր տեսնում ենք, հասկանում է, որ այնուամենայնիվ կա միգուցե իր հետևորդների կամ նախկին իշխանավորների մի հոտ զանգված, որը այնուամենայնիվ իրենց է ձայն տալու եւ կարծեք թե լուր համաձայնությամբ իրենք գնում են նման ընտրությունների եւ նաեւ վերջին այդ ընդդիմության թևերի միջև այդ փոխհրաձգությունները նույնպես կարծեք թե այդ համատեքստում են։ Քանի որ հիշատակեցիք այդ փոխհրաձգության մասին, տեսեք երկրորդ եւ երրորդ նախագահների միջև ըստ էության այսպես անշահախնդիր դիտորդները, ասեմ, դիտողներ ասեմ, հետևողներ ասեն, գիտեին, որ Ռոբերտ Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի ջրերը նույն առումով չեն գնում առնվազն 2008 թվականից։ Առնվազն 2008 թվականից, չնայած երկու ճամբարներում էլ այդ լուրերը հերքում էին, հիմա այդ փուչիկը պայթեց, հիմա այսպես դաժան պայքար է սկսել այդ երկու թևերի մեջ։ Ըստ ձեզ, այդ պայքարը կբերի նրան, որ օրինակ ընդդիմադիր դաշտում կգնա ինչ-որ մաքրման գործընթաց, այսինքն այդ հակասությունները կբերեն գաղափարախոսական ինչ-որ ընդհանրության կամ ասենք կտարանջատեն վերջնականապես, ամեն մեկը իր տեղում ինչ-որ մի բան կձևավորի, որովհետև տեսեք, դուք ասացիք, որ իշխանության համար նվեր է ընդդիմությունը, այն վիճակը, որ հիմա ընդդիմությունն է, բայց պետության տեսանկյունից դա անեծք է։ Դա պետության ու քաղաքական համակարգի տեսանկյունից, այո, դա անեծք է, ես դա ասում եմ նաև որպես քաղաքագետ, քանի որ եթե մենք խոսում ենք գլոբալ առումով պետության անվտանգությունից, մենք չենք կարող չդիտարկել
քաղաքական անվտանգությունը, ներքաղաքական անվտանգությունը եւ կայունությունը եւ տվյալ պարագայում քաղաքական համակարգի կայացման եւ ձևավորման համատեքստում շատ կարեւոր են գաղափարական ուժերի արկայությունը քաղաքական դաշտում, ոչ թե նախկիների ներկայի դիսկուրս տեսնելու, այլ Հայաստանի իրական զարգացման տեսլական տեսնելու եւ որպեսզի մեր քաղաքացիները իսկապես ընտրություն կատարեն ոչ թե նրա համար, որ չեն ուզում օրինակ Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության, այլ ընտրություն կատարեն նրա համար, որ քաղաքական ուժերից որևէ մեկը կամ մի քանիսը ներկայացնում են լուրջ ծրագրեր Հայաստանի զարգացմանը միտված, այնպես չի որ օրինակ Ռոբերտ Քոչարյանը չի կարող լուրջ ծրագիր ներկայացնել։ Խնդիրը Ռոբերտ Քոչարյանի ու նրա թիմակիցների քաղաքական անցյալն է, ովքեր նախկինում էլ լուրջ ծրագրեր են ներկայացնել կամ Սերժ Սարգսյանի լուրջ ծրագրեր են ներկայացնել, բայց իրականությունը մենք տեսել ենք եւ հետեւաբար այո, քաղաքական համակարգի պետության անվտանգության տեսանկյունից շատ կարեւոր է գաղափարական ընդդիմություն ունենալը։ Տեսեք, մենք հարցազրույցի ընթացքում խոսեցինք Ուկրաինայի ընդդիմության դիրքավորման մասին, այդ դժվարին ժամանակահատվածում, ուրեմն իշխանության շուրջը կոնսոլիդացվելու մասին։ Սա պատահական չի, քանի որ այնուամենայնիվ Ուկրաինայում կա որոշակի քաղաքական մշակույթ, կա որոշակի որքան էլ պատերազմի մեջ է այդ զգացողությունը, բայց Հայաստանում քանի որ իրենք ունեն Ուկրաինայի ուրեմն անկախ ինքնիշխան Ուկրաինա ունենալու է տեսլականը, սակայն ցավալիորեն մենք մեր ընդդիմադիր շարքերում այլ մոտեցում ունենք, մենք երբեմն լսում ենք, որ օրինակ դեռ իրենք կասկածում են Հայաստանը կարա անկախ ինքնիշխան պետություն լինի, թե չէ, Հայաստանը կարա օրինակ չեն բացառում Ռուսաստան, Բելարուս միութենական պետության մաս դառնալու եւ այլն։ Այս ամբողջ արավիրքներից հետո իրենք էլի իրենց հույսը կապում են Ռուսաստանի հետ, չնայած այստեղ ես կարծում եմ, որ իրենց անձնական հույսն են կապում Ռուսաստանի հետ, ոչ թե Հայաստանի հույսը, իսկ Հայաստանի հույսը իրենք ստորադասում են իրենց անձնական հույսի ու հեռանկարների հետ։ Դրա համար ես կարծում եմ, որ պետքա գան քաղաքական նոր ուժեր, պետքա գան քաղաքական նոր ուրեմն լիդերներ եւ առաջնորդներ, ովքեր իսկապես գաղափարական բանավեճ կտանեն Հայաստանի որտեղ լինելու չլինելու, Հայաստանի հեռանկարների եւ զարգացման մասին։ Շատ լավ կսպասենք։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ, որ այսօր մեր զրուցակիցներ քաղաքագետ Էդգար Առաքելյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում։ Հաջողություն եւ համբերություն բոլորիս։